Շարժումները հնարավոր է տարբերակել, պարոն Գևորգյան, որոնք են հեթանոսական շրջանից մնացել, որոնք են ավելի վաղ։ Հստակ մենք պատկերացնում ենք, որովհետև մենք գտել ենք այդ բարի բանալին, որն է մեր հնագույն ծիսական պարը, որովհետև շատ անգամ որոշ պարուսույցներ չուսումնասիրելով հայկական պարը, նրանք մի քանի շարժումների միջոցով փորձում են ամբողջական ձևով ներկայացնել հայկական պարը, բայց դա այդպես չի։ Մեր հնագույն ծիսական պարերը մեհենական, ինչպես նշեցի, տարբեր բնույթի, ավելի հին են, քան մեր լեզուն։ Դրանք հայ ժողովրդի հետ է ծագել եւ այդ մեր բնավորության գծերը եւ խառնվածքը քիչ առաջ նշեցի, առաջացել է հենց մեր շարժումներից, որովհետեւ ամեն մի ժողովուրդ աշխարհում ինքը առանձնանում է ոչ միայն լեզվով, այլ շարժողական համակարգով։ Եվ ամեն մի ազգ իրեն հատուկ բնավորությանը համապատասխան շարժումների մի ամբողջական համակարգ է մշակում։